շրջափակումների եւ պատերազմի պայմաններում Հայաստանը պետք է ապրեր 3 անգամ լավ, քան այսօր ապրում է։ Եթե դպրոցը չլիներ օրինակ։ Հայկական պատմավեպերը, որ ծերից սուտ են, Ռաֆու վեպերը պետք է կարդալ։ Պետք չի կարդալ Ռաֆու վեպերը։ Բայց երեխեքին դուք սովորացնում եք, որ կարդան Ռաֆու վեպերը։ Երեխեքը չեն ծնվում այդ հիմար գաղափարներով։ Դպրոցը երեխեքին սիստեմատիկ կանոնավորված եւ ինտենսիվ եղանակով դարձնում է հաջողության զրոյական շանս ունեցող գաղջ մի հատ զանգված։ Ասենք մարդը ունի մի հատ ծառ։ Մտածում է, այս ծառի վրա մի հատ մեղ խփեմ ախպեր։ Ու մարդկանց հայտարարեմ, ասեմ, այս մեղի վրա կարակ բերեք ձեր գլխարկը կախեք ընդհանրենք։ Ամեն կախած գլխարկի համար ինձ տվեք 100 դրամ խոսքի օրինակ։ Սա ինչ է, սա բիզնեսի ձև է։ Ուրեմն երբ որ ինքը այդ գործը այդ մեղը խփում է, սպասում է տենում ոչ մի մարդ չի եկե։ Առանց խի չեն գալի այս մարդիկ գլխարկ կախում։ Հլվական արի խորանը խի չեն գալի։ Արա պլակատ չեմ կպցրել, որ իմանաս թե գլխարկ կախելու տեղ կա։ Պլակատ է կպցնում։ Հետենում է պլակատը կպցնելուց հետո չեն գալի գլխարկ կախում։ Մտածում արա ասում այդ գլխարկ կախելը ոչ մեկին պետք չի։ Հետևաբար եթե հաջորդ բիզնեսը հենց ես սկսեմ, ես կմտածեմ մի հատ այնպես բան, որ շանս կա, որ ինչ-որ մեկին դա պետք լինի։ Մենակ այն, որ ես գլխարկ կախելու կարիք ունեմ, դա դեռ չի նշանակում, որ բոլորը գլխարկ կախելու կարիք ունեն։ Սխալվեց, չէ՞։ Բայց այդ սխալից ինքը ռեալ, կոնկրետ հմտություն ձեռք բերեց։ Արա դպրոցը չի թողում, որ մարդը այդ փորձանի սխալվի։ 85 տարի ապրում է, այտենց էլ ոչ մի անգամ ռիսկ չի անում ծառի վրա մեղի, որ գլխարկեց փորձանի, սխալվի, գիտելիք ձեռք բերի, փորձ ձեռք բերի, հմտություն ձեռք բերի, հաջորդ անգամ որ բիզնես ստեղծի, հաջողելու շանս ունենա։ Թույլ չի տալի դպրոցը։ Եվ այդ մարդը սաղ կյանք մանա գալի մի հատ բիզնես, որ գնա այդ բիզնեսում աշխատի 200 դրամ աշխատավարձ ստանա։ Ահա թե մենք ոնց ենք կործանում մեր պետությունը։ Ահա թե ինչու պետք չի դպրոց գնալ։ Պետք չի դպրոց գնալ։ Պետք չի